Մեր փառավոր հրաշք Հիսուս Քրիստոսի անունով սկսենք այսօրվա մեր քարոզությունը։ Բոլոր նրանք, որոնք մասնակցում են եւ նրանք էլ որ չեն մասնակցում, բայց ժամանակ առ ժամանակ լսում են առիթից կամ առիթից դուրս, որը մենք բացի Կիրակի օրերը ունենք ծառայություններ հինգշաբթի եւ շաբաթ օրը։ Հինգշաբթի օրերը արդեն տարիները մեկտեղ են գալիս Աստծո խոսքը սերտելու։ Եվ եթե չեմ սխալվում, չեմ չափազանցնում, մոտավորապես 1 տարի է, որ մեկտեղ են գալիս Եսայա մարգարեությունը ինչ անելու, վերլուծելու, ուսումնասիրելու, սերտելու եւ աղոթում ենք իհարկե Սուրբ Հոգու Աստծուն, որ գա եւ մեզի առաջնորդի խոսքի խորությամբ եւ լայնությամբ։ Եվ բացարձակապես միտում չունեմ գովազդի ենթարկեմ հինգշաբթի օրերը եւ քեզի շահագրգռեմ որ գաս, բայց իմ սրտի հոգու վկայությունը այսօր առիթնա պետք է ասեմ։ Կարող է մեկը ասել, չէ, կարծում եմ որ չէ, ոչ մեկն չեք մերժի որպեսի լսեք։ Այս տարիների ընթացքում խոսքեր, օրհնություններ, մտքեր ու գաղափարները բացվել, որ երբեք ինձ համար չի բացված եղել։ Եվ օրհնությունները եղել խոսքի այդ ներկայություն, այդ վկայությունները, որ ես կարծում եմ, որ ոչ մի առիթով ես չէի կարող ունենալ։ Հարկ եմ ասում Աստծուն, որ տվել այդ շնորհք եւ ողորմությունը։ Այս վերջին հինգշաբթի, որը մենք սերտում ենք Եսայա մարգարեության 49-րդ գլուխը, մի համար կար, համարներ ընթերցեցինք, բայց մի համար կար, որը դա հետագայում, որ ես մտածում էի այսօրվա խոսքի նյութի մասին, դա եղավ պատճառը, որ այսօրվա խոսքը կառուցվեց եւ այն ինչ որ խոսվի, թող Տիրոջը ու միայն Տիրոջը փառք բերի այսօր ու մինչեւ Հավիտյանս Հավիտենից ամեն։ Մեկ բան եւս ավելացնեմ, մենք սերտում ենք Եսայա մարգարեությունը 66 գլխից է բաղկացած Աստվածաշունչը եւ միանշանակ ես կարող եմ ասել առանց կասկածի ու առանց չափազանցնելու, որ 66 գրքերն են գրված է միանշանակ մեկ հստակ ճշմարտության համար, որ Հիսուսն է Աստված, միակը, առաջին ու վերջինը, մարդկության փրկությունը եւ ճանապարհը դեպի երկինք։ Դա ծննդոց գիրքը կուսումնասիրես, թե հայտնության գիրքը նրա հրաշքի մասին է խոսում։ Եվ Եսայա մարգարեն դեռ Քրիստոսից 700 տարի առաջ ծնված, Քրիստոսի ծնունդից դեռ 700 տարի առաջ, երբ որ խոսք էր խոսում, նա գիտեր, որ մարգարեանում է, որտեղ ամբողջ Իսրայելն էր ճանաչում, որպես մեծագույն մարգարե։ Նա գիտեր մարգարեանում էր։ Եվ երբ որ մարգարեանում էր, մարգարեն չուներ այն տեսողությունը, որ Աստված ունի, որտեղ նրան ժամանակը չի սահմանափակում։ Նա խոսում էր Քրիստոսի մասին, իր վկայության տողերն են կարդում։ Եվ հետո 700 տարի հետո Քրիստոս ծնունդ առավ եւ այդ խոսքերը տար առ դար ու բառ առ բառ իրականացավ։ Խոսք արված է Եսայա մարգարեության 49-րդ գլխի 9-րդ համարի մի փոքրիկ հատվածից, որ այսօրվա մեր նյութ է, ամբողջ համարից միայն այս հատվածը առանձնացրեցի։ Ուրեմն խոսքը արված է Isaiah 49:9, Եսայայի 49:9-ից։ Եվ ասես կալանավորներին, խոսքը մարգարեությունու մասին է, ամբողջ 49 եւ 50-րդ գլուխը ճշգրտորեն տար առ տար խոսում է Մեսիայի, Հիսուս Քրիստոսի մասին եւ ներառյալ 49-րդ համարը եւ կասես եւ Աստված հայր Աստվածը Եսայա լեզվով Եսայային օգտագործելով մարգարեանում է 700 տարի հետո Հիսուս Քրիստոսի անելիքի մասին եւ ասում է եւ ինչ եւ ասես եւ ով պետք է դա ասեր Հիսուս Քրիստոսը կալանավորները միայն բանդարգյալները չեն ձերբակալվածները չեն, նաև հոգու կալանավորվածություն կա, հոգու բռնվածություն կա, եւ երբ որ հոգու գիրքը Աստվածաշունչն են կարդում, Աստված շատ ավելի կարևորություն նշանակություն է տալի մեր հոգու աշխարհին, քան թե մարմին։ Ինչու՞, որտեղ այս մարմինը ինչ որ որոշակի տարիներ 70-80 100 տարի հետո վերջանալու է։ Իսկ սա հավիտենական գիրք է, իսկ այս հավիտենականության գիրքը, այո, խոսում է մեր ապրած օրերի մասին, բայց խոսքի, Աստծո խոսքի ողջ նշանակությունը եւ հայտնությունը ինչի մասին է, հավիտենականության մասին է, որտեղ Աստված հավիտենականություն է, եւ այն հոգին, որ Աստված մարդու մեջ դրեց, հավիտենականություն հոգի է։ Եվ ասում է, եւ ասես կալանավորներին, այսինքն թշնամուց անօրենից սատանայից բռնվածներին, դուրս ելեք։
Եվ ինչ էր անում, ազատագրում էր ինչից, այդ դիվային աշխարից, և խավարի մեջ եղողներին, ինչ էր ասում, երևացեք, և մեզանից ամեն մեկս կարծում եմ, որ այսօր հստակորեն, եթե Քրիստոսի լույսը ծագել է քո մեջ, կարող ես հստակորեն ասես, որ խավարում էիր, և որ Քրիստոս եկավ քո կյանքիդ մեջ, ինչ ասես Տերը, ասեցի երևացեք, և մենք երևացինք, և այսօր մեր միակ նպատակ եկել ենք այսօր այստեղ, որպեսզի համբուրենք այդ խոցված ձեռքերն ու ոտքերը ու ասենք Տեր երևացել ենք քո ներկայությանդ մեջ և ուզում ենք քեզի ասել շնորհակալ ենք և քեզ մեծարում ու փառաբանում ենք մեր կյանքի համար To stay captive come out and to darkness be free եւ Աստված եկավ որ մեզի ազատ արձակի ազատ Այսօր դժբախտաբար ամեն մարդ չէ որ ազատությունը հասկանում է հոգու աշխարհի մեջ հասկանում է ֆիզիկապես եւ իրականացնում է ինչպես որ իր միտքը կցանկանա Եվ եթե հիշեն բոլոր նրանք որ 5 շաբթի օրը ներկա էին այդ համարի հիման վրա մենք ընթերցեցինք մի հատված որպեսզի ճշգրտորեն հասկանայինք ու համոզվեինք որ մարգարեությունը որ Քրիստոսից 700 տարի առաջ եղել էր իրականացավ եւ Քրիստոսը քայլում էր փողոցով Եվ խոսք արված է Ղուկաս 13:16-ից Luke chapter 13 verse 16 Իսկ սա Աբրահամի դուստրը լինելով որին սատանան Թշնամու մասին է խավարի մասին է դառնության մասին է կապվածության մասին է կալանավորվածության մասին է բանտարկության մասին է Եվ դա ում կողմից այդ անօրենի Եվ Հիսուսը այդտեղ ներկա գտնվող հատկապես փարիսեցիներին, քահանաներին ու քահանապետներին հետևյալն էր ասում։ Իսկ սա Աբրահամի դուստր լինելով, որտեղ հрьяաները հաճախ այդպես ուզում էին Հիսուսին ասեին, մենք Աբրահամ հայր ունենք, դու ով ես, որ մենք քեզ ընդունենք։ Եվ պատահական չէր, որ հենց իրենց բառը իրենց է կերցնում Հիսուսը։ Աբրահամի դուստր լինելով, որի սատանան ահա 18 տարի է ինչ կապել էր իսկ 700 տարի առաջ նրա մասին մարգարություն եղավ Եսայով որ կապվածների ինչ պետք է աներ ազատ արձակեր եւ դա տեղի էր ունենում այսօր այդ տեղը որը Ղուկաս ավետարանիչը մեզ համար գրի առավ եւ մեզ վկայություն թողեց տարի է ինչ կապել էր Պետք չէ որ շաբաթ օրը այդ կապանքից արձակվեր նույն ինչի մասին էր Հիվանդ կար սատանայից դիվային աշխարհից բռնված 18 տարի շարունակ Եվ Քրիստոսը այդ Աբրահամի դուստրը հրյա իրենց միսու արյունը իրենց քաղաքացին իրենց այդ շփվողին ինչ արեց բժշկեց ազատագրեց դուրս հանեց այդ կապանքից ու այդ նեղությունից Եվ արդյունք ինչ եղավ Մեծ արեցին Աստծուն, ներկաները փառաբանեցին, հալելույաներ գոչեցին, ով ոչ։ Այդտեղ ներկա փարիսեցիները, քահանաներն ու քահանապետները դատապարտում էին հրաշագործ Աստծո միածին որդի Հիսուս Քրիստոսին, թե ինչու շաբաթ օր արեց։ Իհարկե այսօրվա մեր խոսքի նյութը չի, թե ինչպես նրանց պապանձեցրեց շաբաթ օրվա հետ կապած, թե դուք ձեր անձի եւ ձեր ունեցվածքի համար ինչպես եք գործի դնում ձեր ժամը եւ ընթացքը, իսկ այս Կինը Աբրահամի դուստրը, որ 18 տարի բռնված էր, դրա համար դատապարտում եք։ Փարիսեցիությունը այն ժամանակ այդպես ասած դասական դիրք էր, բայց այսօր գրական աշխարհում օգտագործում են որպես սիմվոլիկ ինչ, մարդիկ, որ երևույթն են բռնել, եւ երբեք չեն ուզում արմատները, հոգին ներսը քննել։ Եվ գրական աշխարհում նման մի արտահայտություն փարիսեցի բառը օգտագործվում է։ Փարիսեցիությունը ամեն մեկիս մեջ կա, միայն դա յուրահատուկ չէր հрьяաների այդ դասակարգին։ Իմ մեջ փարիսեցություն կա, եւ եթե իմ մեջ հոգին պակասել է եւ ըլրճ չի, այսինքն արթուն չի, իմ մեջ փարիսեցությունը արթնանում է։ Եվ ես երևույթների ոչ թե հոգու աշխարհն եմ նայում, այլ արտաքինը։ Համոզված եմ այսօրվա սորը, այս եկեղեցում կամ որևէ միտեղ։ Երբ որ բժշկության մասին ըլում եւ վկայություն ա լինում, որ Տերը հիվանդ է ու բժշկվեցի,
Եկեղեցու մի որոշ քույր եղբայրներ ինչ են անում, կանչում կամ ցածածան, փառավորվես Տերս ու իմ Աստվածս, որ քրոջս ու եղբորս բժշկեցիր։ Բայց համոզված եմ, որ մեր մեջի փարիսեցությունը անմիջապես ինչ անում, մեր մեջից ճարն անում։ Տեսնես այդ ինչ հիվանդությունից ազատվեց, բժշկվեց։ Հասկանում եք փարիսեցության դառն կարգավիճակը, ոչ թե քեզ հետաքրքրում է Քրիստոսի հրաշագործությունը, այլ հետաքրքրում է այդ անձի ներքին աշխարհը։ Այնպես որ մենք այդպես 2000 տարի առաջվա փարիսեցիներին չքարկոծենք։ Իմ մեջ այդ փարիսեցությունը կա, եւ եթե հոգին իմ մեջ մարած է, իմ մեջ փարիսեցությունը այսպես արթուն ու արտահայտիչ չեվով արտահայտում է։ Արդեն օրինակը բերեցի։ Սիրելիներս, սատանայի իրականությունը իրական է, եւ Հիսուսն էր այդ մասին ասում։ Դիվային աշխարհը իրական է, դիվային աշխարհը իրական է։ Եվ սրանից մի քանի տասնյակ տարիներ առաջ in a suburb of Chicago, a woman stabbed her 7-year-old son 100 times. Սրանից մի տասնյակ տարիներ առաջ Շիկագոյի այդ տարածքում հայտնաբերեցին, որ մայրը իր տղա երեխային 7 տարեկանին 100 դանակի հարված էր հասցրել։ Մենք դե բոլորս հասկանում ենք, որ այդ երեխան երևի 3-րդ կամ 4-րդ դանակի հարվածից արդեն մահկանացուն կնքել էր։ Մնացած 93 դանակի հարվածները անիմաստ էր, բայց պատճառ կա, որ քննարկվում է, պատճառ կա, որ խոսում է այս կնոջ ամբողջ դառնության եւ դիվային աշխարհի մասին։ Իսկ իր 5 տարեկան աղջիկ երեխուն 50 դանակի հարվածով էր սպանել։ Սա իրական դեպք է։ Եվ երբ որ եկան, քննեցին, զննեցին, համապատասխան կառավարական անձնակազմը, ոստիկանությունը, քննիչները հարցուփորձ արեցին, ի՞նչն էր պատճառը։ Ասեց, ես նրանց դիվային աշխարհ էի տեսնում նրանց մեջ եւ փորձում էի դիվային աշխարհը դուրս հանել նրանց մեջից։ Բայց իրականության մեջ, երբ որ մի քիչ ավելի այդ կնոջը նեղ պայմանների մեջ դրեցին, վերջը աղաղակեց ու կանչեց։ Իր եւ իր ամուսնու մեջ նեղություն կա, անհամաձայնություն կա, տխրություն կա, բողոք կա։ Ամուսինը բեռնատար մեքենայի վարորդ էր, այդ հսկայական բեռնատար մեքենաները, որոնք ինչպես գիտեք Ամերիկայում երբ որ գնում են ու հատկապես իրենց բեռը պետք է հեռու ճամփորդեն, ասենք ստեղից մինչև Նյու Յորք, նրանք շաբաթ ու շաբաթներով տանը չեն լինում։ Եվ իր ամուսինը պարզվում է, որ նմանատիպ մի վարորդ է, նմանատիպ մի աշխատանք ուներ, իր օրովա վաստակը այդպես էր վաստակում եւ հաճախ կինը մենակ էր մնում երեխեքի հետ։ Եվ իր դառնությունը փոխարեն տիրոջ ոտքերի տակ բերելու պահեց իր մեջ եւ ինչ առիթվեց, ստեղծեց այդ դառը հողը, որ սատանան սերմը ցանեց եւ ամբողջովին իրան ինչ արեց, ստարկացրեց։ Մի քիչ ասում է առաջ ինչ ենք կարդում Եսայի մարգարեթը, նրան ձերբակալեց, նրան բանտարկեց, նրան շղթայեց դիվային աշխարհով եւ ինչպես կարող է մայրը, որ ծնունդ է տվել այդ երեխեքին 100 դանակի հարվածով, այսինքն 100-ը կամ 50-ը խոսում էր այդ ամբողջ դիվային աշխարհը, որ տիրում էր այդ կնոջ մեջ, եւ այդ կինը արդեն չէր տեսնում իր երեխեքին, իր միս ու արյունը, իր բաժինը, տեսնում էր ամուսինը եւ իր ամուսնու ամբողջ դառնությունը, այդ խեղճ ու կրակ, անզեն ու խեղճ չպաշտպանվող երեխաների վրա էր թափում։ Եթե հիշեք, 5-շաբթի օրը նաև հիշեցվեց Լինդսի Քլանսի, Լինդսի կին արմատ, երիտասարդ, մասնագիտությամբ նրս, բուժքույր։ Ամուսին եւ վերադառնում է տուն, տեսնում է կնոջը դրսում հայաթում նստած, ինչ-որ կոկորդի վրա հետքեր, եւ կինը մատնացուց է անում, ներքնահարկ, նկուղը գնա, 3 երեխաներ են տեղը, 3 երեխեքին էլ խեղդել էր։ Սա դիվային աշխարհ չէ, եթե ոչինչ չէ։ Ինչպես կարող է մայրը, որ այդ երեխեքին ամեն մեկին 9 ամիս իր արգանդում, իր միս ու արյունը իրան սնուցել է, հետո գա մի հատ պահ հայտնվի, երբ 3 երեխեքին, 2 աղջիկ եւ մի տղա, 3-ին էլ ինչ անի խեղդի։ Դիվային աշխարհը իրական է։ Դա միայն 2000 տարվա առաջվա պատմությունը չէ, որ մի քիչ առաջ Ղուկասու ավետարանի ընթերցեցինք։
Սատանան իրական է եւ բռնում է մարդկանց, նրանց միտքը, նրանց հոգին եւ նրանց ինչ անում, շղթայում է, բանդարկում է, պահում է խավարի մեջ եւ օգտագործում է, երբ որ կամենում է։ Եվ այսօր մեկ միակ ազատագրումը այդ անօրենից սատանայից Քրիստոս Հիսուսի ձեռքերի մեջ է։ Եփեսացիս 6-րդ գլուխ 10 եւ 12 համարներ, 10-ից 12 համարները։ Ephesians chapter 6 verse 10 to 12 ընթերցենք առաջի երկու համարները, այսուհետև զորացեք Տիրոջով, որտեղ առանց Տիրոջ զորությամբ սատանայի զորությունը կտերի իմ ու քո վրա եւ մարդկության վրա։ Եվ այսօր դու պարզապես, եթե մի քիչ աչալուրջ լինես, նայի շուրջ բոլոր թետես ինչա տեղի ունենում, կառավարական մասշտաբով, պետական մասշտաբով, թե անձնական եւ ընտանիքների մեջ։ Այսուհետև զորացեք Տիրոջով ու նրա զորության ուժով եւ Աստծո սպառազինությամբ զգեստավորվեք, որպեսզի կարողանաք ինչ անել, հարստանալ, հաջողակ լինել, ճանաչված լինել, սիրված լինել, որպեսզի կարողանաք սատանայի հնարներին դիմադրել։ Այսօր ողջ մարդկությանը, դրանց նաև ներառյալ քրիստոնյա աշխարհը, ինձ, ես մեզ համար ավելի կարևորը ճանաչված եմ, ընդունված եմ, հարուստ եմ, հաջողակ եմ, սիրված եմ, ընդունում են մարդիկ ինձի։ Մենք շատ ավելի մեծ թշնամի ունենք, շատ ավելի կարևոր գործ ու աշխատանք ու position ու դիրք ունենք մեր ապրած օրերի մեջ։ Եվ դա Պողոս առաքյալը Եփեսացիս 6-րդ գլխի 10 եւ 11 համարներում բացադրում է, որ Աստծո զորություն խնդրեք, որպեսզի կարողանաք ինչ անեք, դիմադրավել, որպեսզի կարողանաք դիմագրավել, դիմադրել, հակառակվել ինչ սատանայի բոլոր հնարներին, բոլոր ինչ այդ թաքնված։ Եվ 12-րդ համարը այսպես է ասում. Վահ։ Եվ 12-րդ համար ասում է, որովհետև մեր պատերազմը արյան եւ մարմնի դեմ չէ, այլ իշխանությունների եւ պետությունների դեմ, այս խավարի աշխարհի տիրակալների դեմ, երկնքում գտնվող չար ոգիների դեմ։ Պողոս առաքյալը բացում է մեզ համար մի հսկայական, կարևոր նշանակություն ունեցող միտք, գաղափար։ Եվ դա ինչ է ասում։ Ասում է, իմ ու քո պատերազմը մարմնի դեմ չէ, այլ իշխանությունների, պետությունների եւ այդ իշխանությունների, պետությունները խավարի իշխանությունն է, որ կան, իրական են։ Այսօր աշխարհը չի ընդունում։ Ասում է, դեպքեր պատահեց, խմած էր, հարբած էր, սա էր, նա էր, իրար հետ վեճ ունեն, էսի դանակ մտցրեց նրա փորին, նա հրացան առավ, ամբողջ ընտանիքին գնդակարեց, դուրս եկավ, սկսեց փողոցում անստող դաշնողներին կրակալ եւ այլն։ Հասկանում եք, սիրելիներս, դիվային աշխարհը իրական է, եւ դիվային աշխարհը երբ որ բռնում է մարդուն, նրան ինչ անում, նրան շղթայում է, նրան ձերբակալում է, նրան ստրկացնում է եւ իր հրամաններն է արձակում եւ նրան օգտագործում է ինչպես որ կամենում է։ Որովհետև մեր պատերազմը արյան եւ մարմնի դեմ չէ, այլ իշխանությունների եւ պետությունների դեմ, այս խավարի տիրակալների դեմ։ Սիրելիներս, սատանան ամեն կերպ այսօր ինձ ու քեզ, գիտեք ինչ է ուզում համոզել, որ քո թշնամին, քո կողքի այդ քույրն է, որ անցյալ շաբաթ քեզ հետ մի հատ դառնությամբ խոսած, չբարևեց, երեսը թեքեց ու անցավ ու գնաց։ Այդ է քո թշնամին։ Ամբողջ ուշադրությունը դարձու, ամբողջ թշնամությունը մաղձը թափիր իր վրա։ Քո թշնամին եկեղեցու հովիվն է, քո թշնամին սա է, նա է, անձն է, վիճակն է։ Սատանան ինչն է, մեծագույն դիսիվերը, խաբեբանը, եւ այսօր որտեղ ունի նա խաբելու։ Եկեղեցիներում, հոգևոր աշխարհում։ Աշխարհը գնում է, մի օր մենք այդ աշխարհում ենք, այդ հորձանուտով գնում է։ Նա գործ չունի այնտեղ։ Թշնամու հարձակումը եկեղեցիների վրա է, նրանք, որոնք ճանաչեցին Հիսուս Քրիստոսին որպես Տեր ու Փրկիչ, երբ որ Քրիստոս եկավ, որ նրանց այդ խավարից դուրս անի ու ազատ արձակի այդ շղթաներից ու ձերբակալություն, այդ շղթաներից ու ստրկությունից։ Եվ բնականաբար Պողոս առաքյալի խոսքը, որ մեր պատերազմը միս ու արյունի դեմ չէ,
Your neighbor is not your enemy. Այսօր ոմանքը սրտի ցավով հարևաններ ունենք, որ պիտի գլխացավանք են, անտանեղություն են պատճառում, խնդիր են բացում, parking-ի հետ կապված, ջրի հետ կապված, ծառի հետ կապված, կեղտի հետ, ինչ իմանամ։ Գնում են կողքի հարևանին են բամբասում, գալիս է քեզ ասում։ Այսօր մեր թշնամին մեր հարևանը չի։ Your colleagues, այսօր քո թշնամին քո գործընկեր չի, այո, գործում, վայրում, վիճակում լինում են դեպքեր, առիթներ, մեկը մյուսի տակն է փորում, գնում է մենեջերի մոտ, գնում է գործատիրոջ մոտ, սկսում է բամբասել, որ ինքը պաշտոնը միշտ այդ իրավիճակները եղել, բայց նա քո թշնամին չէ, նա մի հատ խեղճ ու կրակ բռնված մարդ է, որ փորձում է քեզ ցածրացնելով ինքը բարձրանա, բայց իրականության մեջ, երբ որ Աստծո խոսքը համար բացվում է, նա քո թշնամին չէ, նա մի հատ մոլորված խեղճ ու կրակ մարդ է։ Your spouse is not your enemy. Քո ամուսինը կամ քո կինը քո թշնամին չէ։ Այսօր լեցուն ընտանիքներ կան ամուսինների մեջ, ամեն ընտանիքում էլ խոսակցություն կա, բայց ընտանիքներ կա, որ խոսակցությունը արդեն դարձել է ինչ, վեճ, նյութ, խնդիր ու անհատալ ու առնել, բայց հիշիր, քո թշնամին քո ամուսինը քո կինը չէ։ Այն անօրենն է, որ իշխանություն է բանեցնում մտային աշխարհի վրա, եւ ինչ անում, շղթայում է։ Եվ վերջը, այսօր դուք նկատեք, թե քաղաքական ասպարեզում ինչ ահավոր դառնություն կա, Ամերիկան են վերցնում, ուրիշ երկրների մասին, այսօր դուք տեսեք, ես կարդացել եմ նույնիսկ, չեմ չափած ասում, ընտանիքներ, որ ամուսիններից մեկը դեմոկրատ է, մյուսը ռեփաբլիկան, նրանք հայ-հայա գնում են ամուսնալուծության, այդպես կառուցեցին, դեպտեցեք դժբախտ Հայաստան 2 միլիոն բնակչություն ունեցավ 22 հատ կուսակցություն, թե ինչ տառապանքում, ըստ 2 կուսակցություն կա, մարդիկ չեն կարողանում մի կերպ իրար համակերպվել, իսկ Հայաստանի կարգավիճակը։ Այսօր մեր թշնամությունը դեմոկրատների հետ չի, թեկուզ այն ինչ որ իրենք ինչ են անում, քարոզում են, քարոզարշավներ ու բաներում։ Մի կրկին անգամ Պողոս Առաքյալ ասում է, մեր թշնամին միսու արյունի դեմ չէ, այլ ինչ իշխանությունների ու թագավորությունների, այդ խավարի իշխանների դեմ։ Եվ որովհետև Պողոս Առաքյալը ինչն էր, ծառան էր, առաքյալն էր Քրիստոս Հիսուսի, ես ու դու Քրիստոս Հիսուսի առաջնորդներս, այո եւ ամեն ենք ասում այս խոսքերին, որ մեր թշնամին իմ եղբայրս չի, իմ քույրս չի, ոչ ինչ որ խնդիրներ ունենք, մարդ ենք, մի օր մի քիչ տխուր է, մի օր մի քիչ անհաջող է, մի օր չեն կարողանում իրար սիրենք, համբուրել, գրկել, զրույցի բռնվել եւ իզուր չթողնենք, որ թշնամին տեսար ինքը միտումնավոր քեզի արհամարեց, մի թող աղոթիր ու ձերբազատվիր, նա քո քույրն է Հիսուս Քրիստոսի մեջ, մի պահիր ողը թշնամությունը, այս փոքրիկ եկեղեցում ես տեսել եմ իմ մեջ ու քո մեջ, որտեղ թշնամին 6000 տարվա փորձառություն ունեցողը նա ամեն կերպ ուզում է ինչ անել մեր մեջ սերմանի մեկս մյուսի նկատմամբ ինչ դառնություն եւ թշնամություն եւ եթե մենք թույլ ենք տալիս մնում է եւ դառը պտուղները ինչ են անում մենք ենք խաղում մենք ենք ճաշակում եթե ուշադիր հետևում եք խոսքերին 10-րդ համարի մեջ չեմ ուզում հետ գնանք, ասեց ինչ, զորացեք տիրոջով, չէ, ասեց զորացեք տիրոջով, որտև առանց տիրոջ զորությամբ դու ու ես, որևէ մեկը այս մարդկության մեջ, ոչ մի սուպերման գաղափար չկա, ոչ մի մարդ արարած չի կարող դիմա դրել, դիմա գրավել սատանայի հնարքներին, չի կարող, period, և միակ փրկությունը զորանալ տիրոջ մեջ է, Իսկ 13-րդ համարը, որ ժամանակի սղության պատճառով ես չընթերցեցի, այնտեղ ասում է հաստատուն մնացեք ձեր հավատքի մեջ, հաստատուն կանգնած եղեք։ Եվ սրա հետ կապված հետևյալը զորանալ եւ հաստատուն մնալը։ You have been hurt, but you are still standing. Կյանքը, իրավիճակները, ընտանիքում, եկեղեցում, գործի վայրում, հիվանդությունը գործի անհաջողությունը, ինչ իմանամ, լեցում բանկա, որը մինչև հոգուտ խորքը քեզի ինչ անում, ցավացնում է, և դու ապրում ես այդ տխրություն ու այդ ցավը, բայց եթե այսօր դու կաս ու այստեղ ես, ուրեմն դեռ Տերը քեզ հետ գործ ունի, you are still standing, դու դեռ ինչ ես, դու դեռ հաստատուն կանգնած ես, you have been disappointed, but you are still standing,
Առիթ եղել վիճակներ, նորեն տարբեր իրավիճակներով, տարբեր պայմաններով, հիասթափվել ես, հուսախաբվել ես, այսպես ոնց որ ինքդ քեզնից արդեն հոգնել ես, ինչքան մնա իրավիճակներից ու մարդկանցից։ Բայց եթե դեռ կաս ու դեռ աղոթում ես ու դու մասնակցում ես ու դու գալիս ես ու դու երջերես ես փնտրում, ուրեմն դեռ Աստծո կողմանը ինձ ու քեզ համար հույս կա։ We are still standing. Մենք դեռ մնում ենք կանգնած։ Your prayers have not yet been answered in the way you hoped. Քո աղոթներին պատասխան չտրվեց ինչպես որ դու աղոթել էիր եւ Աստծոց կամեցել էիր։ Բայց եթե կաս ու մնում ես, ուրեմն դեռ Տերը գործ ունի իմ ու քո հետ։ Still we are standing. Դեռ մենք մեր ոտքի վրա ենք, դեռ մենք հավատում ենք, դեռ մենք հույս ունենք։ Եվ նրան փափագելով փափագում ենք։ You face temptation, opposition and spiritual pressure. Քո կյանքում դու ունեցել ես նեղություններ, հարցակումներ, ճնշումներ, հոգևոր, կնոջդ կողմից, ամուսնուդ կողմից, երեխեքիդ կողմից, հարևանիդ կողմից, եկեղեցու քույրը հասկանում ես, անցել ես նեղություններով, այդպես քո հոգուտ աշխարհի մեջ նույնիսկ խաղաղություն չկա, բայց դու դեռ մնում ես, դեռ մնում ես կանգնած Աստծո հավատքի վրա։ Երբևիցե մտածել ես, որ մեր մնալը մեծագույն վկայություններից մեկն է։ Մենք մտածում ենք, ես փողոցով անցնելուց խանութում մեկի հետ զրույցի բռնվեցի եւ Քրիստոս Հիսուս վկայեցի, հրաշալի է, ավետարանում ես, շարունակի ավետարանալը։ Բայց երբևիցե մտածել ես, որ քո մնալը կանգուն։ Այսօր եկեղեցին պակասում է եւ մարդիկ գնում են, ու մարում են, ու գնում են ու մաս են կազմում աշխարհի։ Նրանք կարող են իրենց կոչել վկաները Հիսուսի։ Չեմ կարծում, իրենց կյանքը լրիվ ուրիշ բան է ասում։ Բայց քո մնալը Քրիստոսի մեջ մեծագույն վկայություններից մեկն է, that's a testimony. Standing in him is a testimony. Դա կենթանի վկայություն է, որ դու քո կյանքով վկայում ես, որ կարևոր չէ իմ կյանքում հաջող թե անհաջող, լավ թե վատ, հիվանդ թե առողջ, ես իմ Քրիստոսին եմ հավատում։ Եվ իմ Քրիստոսին հավատալով ինչ եմ անում, ես գնում եմ, մասնակցում եմ, աղոթում եմ, փառաբանում եմ, երգում եմ, that's one of the biggest testimony. Մի առիթով Բիլի Գրահամը հարցեցին, դու երևի քրիստոնյա աշխարհի մեջ 20-21-րդ դարաշրջանի մեծագույն ամենաճամանացած, ամենափոփյուլար ավետարանիչներից մեկը եղար, երբ որ երկինք բարձրանաս, ինչ սպասում ունես Աստծոց, ասես նախ երկինք բարձրանալու մասին խոսանք, երկինք չենք բարձրանում հաջողակները, հայտնիները, հռչակավորները, երկինք են բարձրանում հավատարիմները, they are the one still standing. Նրանք, որոնք հարատևում են նեղությունների մեջ, դժվարությունների մեջ, նրանց, որ ոչ մեկը չի նկատում, եկեղեցում անտեսված են, հասարակության մեջ անտեսված են, բարեկամության անտեսված են, բայց մեկի հայացքը երբեք նրանցից չի պակասում, եւ դա երկինք ու երկիր ստեղծող Աստծո հայացքն է։ Անցյալներում, երբ տեխնոլոգին այդքան զարգացած չէր, ինչպես գիտեք, հազար տարվա պատմություն ունի նավարկությունը, առևտուրը, ճամփորդությունները, մինչև մի կա, բայց հիմի այնպես տեխնիկայով զարգացած են, բայց անցյալներում ինչ կար, lighthouse կար, որ գիշերները խավարի մեջ, այդ հսկայական նավերը ծովը, երբ որ խավարում է, տեսել եք, վստահ եմ, երբևիցե ճամփորդել եք, որ խավարեց, եթե Աստված ոչ այս լուսին էլ մի քիչ պակասեց, ոչինչ չես տեսնում։ Եվ այդ նավերի, այդ միակ փրկությունը ինչն էր, այդ փարոսն էր, այդ lighthouse-ն էր, որոնք հերվից իրենց աշխատանքին չէր, երբ որ մտնում էր աշխատող կար lighthouse-ի, որ միացնում էր այդ լույսը եւ այդ լույսը հատուկ հայլիներով այդպես էր զարգացած, որ անվերջ լուսավորում էր ու ասում էր. Սա մոտենում ես ինչ-որ մի ցամաքի, զգուշացիր։ Եվ մեր կյանքը, ես ուզում եմ ինչ-որ տեղ նմանեսը, մեր հոգևոր կյանքը, այդ փարոսի, think about a lighthouse in a storm, մի պահ պատկերացրեք, այդ փարոսը, այդ փոթորիկի ժամանակ, the lighthouse does not chase the storm away,
Փարոսը չի պայքարի դուրս գալիս ինչի դեմ, այդ փոթորիկի դեմ։ It does not enter an argument with the wind. Երբեք չի բողոքարկում ու այդպես խոսակցության մեջ մտնում այդ քամու, այդ փոթորիկների հետ, թե ինչի է, ինչ պատմություն է, ինչի է այս բաները ասում։ It simply keep standing and keep shining. Նա մնում է հաստատուն իր տեղում, այդպես ամուր են կառուցած ժայռերի վրա, եւ նա շարունակում է փայլատակել ու վկայություն լինել այդ նավորդներին, որոնք հեռվից գալիս են տեսնելով լույսը։ Ալիքները հարվածում են Փարոսին։ Անձրևը անխտիր ինչ անում, թափվում է։ Քամին նորեն բողոքում է ու փորձում է ամեն ձև ինչ անել, այդ Փարոսը տապալել։ But the lighthouse continued doing what it was built to do. Իսկ Փարոսը մնում է ու ծառայում է այն ծառայության համար, որ նա կառուցվել է։ Այսօր Տերը ինձ ու քեզ կառուցել է հոգևոր Փարոսներ։ Երբեք մի բողոքի, երբեք մի վեճերի մեջ մտի, երբեք մի տրտնջա իրավիճակներից փոթորիկներ կլինեն, անձրևներ կլինեն, բողոքներ կլինեն, քամիներ կլինեն, դժվարություններ կլինեն, նեղություններ կլինեն։ Տերը մեզի արժեք է տվել մնալ կայուն, հաստատուն մեր հոգևոր ոտքերի վրա եւ ինչ անել եւ փայլատակել մեր ընդամենը պարզ ու հստակ աստվածապաշտության կյանքով։ Սա մեր մեծագույն կոչումն է։ Քարոզիչը կոչում չէ, ուսուցիչը, վարդապետը, հավատարիմ մնալը ու մինչև կյանքի վերջը իր կյանքով վկա լինելը։ Սրանք են բանակի զինվորները, սրանք են, որոնցով Աստված ուզում է փայլատակի երկրի վրա եւ վկայություն ունենա։ The storm around you may not immediately stop. Գիտես, միգուցե քո կյանքում փոթորիկներ կա, ու այդ փոթորիկները ամեն օր սպասում ես, որ դադարի, դա բնական է, ամեն մեկս էլ փափագում ենք, հանգիստ, խաղաղ, հարմարավետ կյանք, բայց միգուցե առավոտ արթնանում ես ու դեռ այդ փոթորիկը, այդ նեղությունը, այդ դժվարությունը, այդ խոսակցությունը դեռ շարունակվում է։ The culture may not suddenly become friendly toward the biblical truth. Այսօր դուք տեսնում եք, թե ինչ է կատարվում Ամերիկայում, սպորտային աշխարհում, այդ ամբողջ ուր է տանում։ Աստծո հակառակությամբ, այսօր կինը, տղամարդը, արժեքները, բարոյականությունը, ընտանիքը ամբողջովին ինչ այլել, աղավաղվել է։ Այսօր ծնողները վախենում են իրենց երեխաներին դպրոց տանել, որտեղ դպրոցներում ինչ են դասավանդում նրանց։ Չեմ ուզում այդ մասին խոսեմ, արդեն ամեն մեկիդ հայտնի ու պարզ է ու հստակ է։ Երբեք սպասում չունենաս, որ վաղը կարթնանաս ու ամբողջ Ամերիկան կդառնա 250-300 տարվա առաջվա Ամերիկան, որտեղ Աստված եւ Աստծո խոսքը արժեքավոր է եւ մարդիկ մեկը մյուսին ճանաչում են իրենց հոգեվոր չափանիշներով։ Your circumstances may not instantly improve. Դու ինչ իրավիճակում որ կաս, միգուցե վաղը եւս շարունակում է իրավիճակը։ Տխուրա, հիվանդությունը, նեղությունը, ընտանիքը, դժվարությունը, հոգու հետ կապված, մարմին հետ կապված, դրամի հետ ինչ որ կա եւ դեռ շարունակում է, դեռ վաղը արթնանում ես, աղոթել ես գիշեր դրա համար, խնդրել ես Տիրոջը, դեռ շարունակվում է։ Բայց Քրիստոսը գիտեք մեր հոգու մեջ ինչ է արձագանքում մեր մեջ։ Մնա հավատարիմ, remain faithful, մնա, որտեղ ես քեզ հետ գործ ունեմ անելու։ Keep standing, մնա կայուն ոտքերիդ վրա, հոգևոր ոտքերիդ վրա, keep shining, փայլատակիր քո պարզ ու հստակ աստվածապաշտությամբ։ Keep pointing people toward Jesus Christ. Եվ թող քո կյանքը մեծագույն վկայությունը լինի, ինչպես Աստծո խոսքը, լինենք այդ փասնամակ, այդ անուշ հոտը, աղ ու հացը, որ մարդիկ մեզի ճաշակելով Քրիստոսը ճանաչեն։ Այսպիսի մի հոգևոր եղբայր կա քարոզիչ 40-ից ավելի հոգևոր գրքերի հեղինակ John Piper 80 տարեկան է 1946 թվականին ծնունդ է
Եղբայրս այսպեսի մի կարճ ու համառոտ, բայց այնքան խորուկ իմաստություն է. The Christian life is a war from the beginning to the end. Այն երկվարկյանը, որ Քրիստոսը մտավ քո կյանքիդ մեջ, քո կյանքում սկսում է պատերազմը։ Բայց մի երկու տող, որ հետ գնանք, մեր պատերազմը ում է, քույր ու եղբայրների այս աշխարհի միս ու արյունի հետ չէ, այլ անօրենի եւ աշխարհակալների, տիրակալների։ Not war against people, not a life of fear. Պայքարը վախի դեմ չի, որտեղ մենք Աստծո խոսքից կարդում ենք, չթոնես վախը տիրի քեզ, որտեղ եթե վախը մնաց կմաշի քո նույնիսկ ոսկորները, Տիրոջը վստահիր, Տիրոջը բեր քո կասկածներն ու վախերը։ Not a life of looking for demons behind every door. Մի անընդհատ փնտրի թշնամիներին, սատաներին, դիվային աշխարհին։ Չէ, ախե, սարի եղբայր դու այսօր դիվային աշխարհի մասին խոսեցիր, բայց դու ազատագրված ես դրանից։ Մի ամեն ուր փնտրիր դիվային կարգավիճակը, դու Տիրոջն ես ու Տիրոջ վկայությունը, Տիրոջ ներկայությունը, Տիրոջ օրհնությունը, Տիրոջ խաղաղությունը, Տիրոջ սերը, ապրի նրա մեջ։ Մի գնա օծի բունը փորփրի եւ հետո խայթես ասես ինչի սենց եղավ։ Եթե նեղություն կա, դա լրիվ ուրիշ հարցա քննարկելի կա, բայց այսօր եթե Տերը քեզ տվել է, մինգի սարուցոր, չէ ուզում եմ դա էլ իմանամ։ Դու Քրիստոսին իմացիր եւ ամեն բան քեզ կտրվի։ Դու պետք չունես դիվային աշխարհի ուսումնասիրությամբ զբաղվես։ Դրա մեջ ոչ մի լավ բան չկա։ Վստահեցնում եմ քեզ։ Հեռու մնա դրանից։ Հեռու մնա։ Եվ մի փնտրին, ինչպես խոսքն ասում, ամեն դրան հետ սատանային եւ դիվային աշխարհին։ Այսօր Տերը քեզ տվել է օրվա հաս, տվել է ընտանիք, տվել է երեխաներ, տվել է ամուսին, տվել է ծնողներ։ Ապրի վայելի ու փառավորիր Տիրոջը։ Եվ նորեն եմ ասում, եթե նման կարգավիճակ կա, դա լրիվ ուրիշ քննարկելիք է։ Բայց այսօր դու ազատագրված ես, ազատված մարդ ես, ապրիր ու վայելիր ու փառավորիր քո ազատությունը եւ այն սեր ու քաղցությունը, որ Տերը տվել է քեզ ու քո ընտանիքին։ Ճաշակիր միաբանությունը, հավատա նրան։ Բայց Քրիստոսին հետևելը ու Քրիստոսին հավատալու համար արթնություն է պետք։ Հաճախ խոսում ենք, չէ՞, Տեր աղոթում ենք արթնության համար։ Արթնությունը սկսում է անհատականությունից։ Ես պետք է ինքս իմ մեջ արթնություն փնտրեմ։ Ես չեմ կարող, Տեր, ես աղոթում եմ իմ եկեղեցուս արթնության համար։ Եվ Աստծո հոգին ներսից կանչում է ինձ, ասում է, Սարո, դու նախ քո արթնության համար աղոթիր։ Երբ որ արթնացար, հետո քո արթուն կյանքը դու կարող ես Տերը օգտագործիր եկեղեցին, քաղաքը արթնացնելու։ Բայց արթուն կյանք է պետք, ինչի համար, a battle for your attention։ Ժամանակ առ ժամանակ խոսել ենք, չէ, մենք գալիս ենք ֆիզիկապես ներկա ենք գտնվում եկեղեցում, բայց թշնամին իրական է, թշնամին ներս է մտնում եւ թշնամու մեծագույն հարձակումը որտեղ է։ Մեր մտային աշխարհի վրա է, մեր մտային։ Եվ երկելոց լինենք պաշտամունքի առիթով լինի թե խոսքը քարոզը լսելու, երբ որ թշնամին մտնում է քո մտքիդ մեջ, եթե քեզ համար Քրիստոսը, նրա խոսքը, Տիրոջ եկեղեցին ներկայությունը կարևոր է, դու ինչ ես, դու անմիջապես քո միջից վանում ես, դուրս ես անում, ասում ես հետից ես գնա անօրեն, բայց եթե չէ, թենց անտարբեր ես, հենց ձեռքը թենց թավտավալով եկել ես եկեղեցի, վստահեցնում եմ քեզ, լավ, թող մտնի տեսնեմ, հիմի միտքս տեսնեմ, հիմի ուր է տանելու, օ, երեք ընդեղ էինք, հետո այնի սենց խոսք ասեց, այն կինոն էլ նայեցինք, հետո այս խոսակը, այն մեկն էլ սենց անեկդոտ, ու մտնում ես, հետո աշկերտ բացում ես, տեսնում ես, վայ, հայրներ են երգում արդեն, ու հետո տուն ես գնում, ու դու այնքան գոհ ես քեզանից, որ այսօր ֆիզիկապես ներկա ես, բայց մենք եկեղեցի չենք գալիս ներկա ստանալու համար, մենք գալիս ենք, որ մեր հոգին նրա ներկայությունը, նրա հոգու հետ հաղորդակցությունը նա, որտեղ առանց նրան կմեռնենք, ինչքան էլ քարոզը լավ լինի, վատ լինի, բարդ լինի, հեշտ լինի, ուղիղ լինի, ճիշտ լինի, ծուռ լինի, եթե նա չկա մեր կյանքում, ոչինչ չկա, and all attention is about him. Եթե այսօր ես եկել եմ ու քո հետ միասին Աստծո մասին լսելու, եւ եթե թշնամին անօրեն ինչ-որ միտք է բերում, դու արթուն վիճակով անմիջապես քո մեջ չես թողնում, մի վարքյան չես, հեռացիր ինձանից։
Ես եկել եմ իմ Տիրոջս ճաշակեմ, իմ Տիրոջս փնտրեմ, եկել եմ, որ իմ Տիրոջից առնեմ իմ հարցումների պատասխանը։ Մտում ես, մտածում ես, որ մտային աշխարհի մեջ սավառնեցիր, հարցումների լուծումը կլինի։ Էլ հարց չկա, դու սավառնում ես, դու քեզ համար թռչկոտում ես այս աշխարհով մեկ։ Իսկ եթե դու կենտրոնանում ես, դու հաղորդակցում ես այդ հոգու հետ, եւ այդ հոգին քո հոգու հետ հաղորդակցում է, դու արդեն պատասխանը քո հոգուտ մեջ ստանում ես, մինչև որ ինչ իրականը տեսնես։ Այդպես չի հավատքը։ Հավատ ասում է դու հավատում ես, հետո ինչ ես անում։ Հետո տեսնում ես։ Դու Քրիստոսի հետ հաղորդակցվում ես ու հետո նրա ձեռքի գործը տեսնում ես քո կյանքիդ մեջ։ Բայց եթե Քրիստոսի ներկայությունը, եկեղեցին խոսքը, պաշտամունքը, կարոզը, երգը, աղոթքը, խոսակցություններ քեզ համար կարևորը, որը ամուսնուս կողպայեցի, կնոջս կողպայեցի, ծնողներիս կողպայեցի, կարևորը, որ եկա հովիվիս կողպայեցի, եկա ներկայացա, դες 10, 20, 30 բացակայում ես, որ ես ներկայացա, չէ իմ բարեկամս, մեր ներկայությունը Քրիստոսի մեջ է, մեկս մյուսի մեջ չի, a battle for your affection, ունես սիրտ, որը, ինչպես ասում եմ, բաբախում է Քրիստոսի համար, սենց թրթռում է, որ երբ որ Հիսուսի մասին խոսք է լինում, քո ամբողջ հոգիդ տակնու վրա է լինում, քո մեջ մեծ ներքին հոգուտ ջերմություն է բարձրանում, քո մեջ հոգիդ արթնանում է, զվարճանում է, ուրախանում է, ցնծում է, որովհետև քո փրկչի մասին է խոսքը, քո սիրեկանի մասին է խոսքը, որ իր կյանքը չխնայես քեզ համար։ A battle for thinking. Այսօր սրտի ցավով եմ ասում, բացարձակապես միտում չունեմ որևէ եկեղեցու կամ կաղա։ Այսօր եկեղեցիներ կան, որ իրենց եկեղեցու ժողովրդին բռնել են ու քարասել են ինչ-որ մտքի վրա, ինչ-որ գաղափարների վրա։ Չէ, ես ես եմ սովորել, սրա մեջ էլ պետք է մնամ։ Աստվածաշունչը այդպես չի ասում։ Մենք սովորել ենք մինչև երբ, մինչև մեր վերջի շունչը, որտեղ խոսքը հավիտենականության մասին է, եւ մեզի սովորել է պետք ու աշակերտ նրա ոտքերի տակ մինչև մեր կյանքի վերջը։ Երբեք չմտածես, որ արդեն գիտես, արդեն ամեն բան քեզ համար պարզ է, դա ամենատագետ ու անգրագետ արտահայտությունը քրիստոնյայի համար։ Մենք սովորում ենք ու կսովորենք մինչև մեր վերջի շունչը։ A battle for your priorities. Չեմ ուզում, սխալ չհասկանաք, քեզ համար ինչն է կարևոր էականը, տանը նստեի թե եկեղեցի գայի, լավ չէ ես զգում, բայց վաղ աշխատանքի կգնաս, դարձյալ վատ չէի զգում, բայց ինչի ես գնում։ Priorities, որն է քեզ համար կարևորը, արժեքավորը, չեմ ուզում ավելի խորանամ, a battle for your worship։ Երբ որ քո մեջ լինում է, որ մարում է, փառաբանությունը մարում է, ինչ մտածում ես, որ լավ, հիմա տենց է, թող տենց լինի, մի օր ինքը իրեն կարթնանա, չէ։ Դու դրա համար պայքարում ես, դու դրա համար փնտրում ես, դու դրա համար դռներ ես ծեծում, դրա համար կանչում ես Տեր, իմ հոգուս փառաբանությունը հետ բերի մեջ, ես ուզում եմ քեզ հոգով պաշտեմ եւ փառաբանեմ։ Պայքարը հավատքի կյանքը, եւ եթե այդ պայքարը դադարեց, մեր հոգին կդադարի, մեր հավատքը կդադարի։ Հիսուս Քրիստոսի ձեռքերի մեջ կհսկվեմ, ամեն։